Բարի նախատոնական առավոտ, սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Եթե չեք արթնացել, արթնացեք, որովհետև օրն արդեն մոտենում է դեպի կեսին, իսկ արթնանալու համար մենք առաջարկում ենք այս պահին ավելի ակտիվ մի գեղեցիկ երաժշտություն, որի ռիթմիկ իհարկե տեմպի ներքո կարթնանաք, բայց չփոխեք հեռուստաալիքը։ Գնացինք լավ երաժշտությամբ։ Վերադարձանք, ես եւս լիցքավորվեցի, մեր ռեժիսորը հետաքրքիր տեմպով տեսահոլովակ տվեց եւ վստահ եմ, որ իհարկե դուք եւս արթնացաք։ Իսկ եթե չեք արթնացել, արթնացեք, թեյ խմեք, սուրճ խմեք, չգիտեմ, նախաճաշեք, մարզվեք, որպեսզի լավ տրամադրություն ունենաք։ Իսկ բացի լավ տրամադրություն ուտելուց, սնվելուց եւ մարզվելուց ունենալու համար, կա կարեւոր մի գործակից, իհարկե, գեղեցիկ արտաքին ունենալու համար, որը մեզ մոտ լավագույնս իրականացնում է ավանդաբար Նայրան Հարությունյան նորաձևության հետքերով։ Գնանք այս պահին տեսնենք, թե Նայրան ինչ է պատրաստել նախատոնական մեզ համար։ Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, ձեր հետ կրկին Նայրա Հարությունյանն է։ Մեր տոնական եթերների շարքը շարունակվում է եւ այսօր կխոսենք ավանդույթներից։ Դե ինչ, գնացինք։ Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ ցանկանում են իրենց նոր տարին լցնել ինչ-որ նոր բանով, անսովորով, տարբեր երկրների մշակույթներից ներշնչված տարերով։ Իսկապես աշխարհում նոր տարվա ավանդույթները այնքան տարբեր են, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է մեզ նվիրել հետաքրքիր մի ռիտուալ, որը կստեղծի տոնական տրամադրություն եւ տանը կհաղորդի հատուկ մթնոլորտ։ Օրինակ Իտալիայում կա այսպիսի մի ավանդույթ՝ ազատվել հնությունից։ Տարվա վերջ մարդիկ դուրս են նետում անպետք իրերը, որպեսզի տեղ բացեն ամեն նորի համար, որը պիտի գա նրանց կյանք։ Դա կարելի է շատ հեշտությամբ կազմակերպել, անել տան փոքրիկ մաքրում, դասավորել զգեստապահարանը, կարգի բերել փաստաթղթերը, ազատել տարածքը։ Այդպիսի մաքրությունը տալիս է զարմանալի թեթևություն ու նորացման զգացում։ Իսպանիայում կա գեղեցիկ ավանդույթ՝ ճշգրիտ կեսգիշերին ուտել 12 խաղողահատիկ յուրաքանչյուրը մի ցանկության համար։ Դա ամբողջ տարվա հաջողության խորհրդանիշն է։ Այս ռիտուալը շատ են սիրում ընտանիքներն ու ընկերական խմբերը, եւ այն շատ հեշտ է կազմակերպել նաեւ մեզ մոտ։ Պատրաստել յուրաքանչյուրի համար մեկ ափսե խաղող եւ նոր տարին դիմավորել ուրախ ու խորհրդանշական ձևով։ Ճապոնիայում նոր տարուն նվիրում են Վոսեբո, փոքր, բայց շատ մտածված նվերներ, որոնք խորհրդանշում են հարգանք եւ երախտագիտություն։ Գաղափարն այն է, որ նվերը լինի օգտակար։ Դա կարող է լինել թեյ, քաղցրավենիք, տան համար ինչ-որ բան, գլխավորն այն է, որ նվերը ընտրված լինի ուշադրությամբ։ Շատ ջերմ ավանդույթ է, որը կարելի է կիրառել նվերների ընտրության ժամանակ։ Սկանդինավյան երկրներում սիրում են ստեղծել հարմարավետության մթնոլորտ՝ հյուգե, դա մոմերն են, պլեդերը, տաք շոկոլադը, ջերմ երաժշտությունը, հանգիստ շփումը։ Այս գաղափարը հրաշալի է այն բանի համար, որպեսզի նոր տարվա գիշերը դարձնեք շատ ջերմ ու խաղաղ տոն, առանց շտապելու եւ արտակարգ աղմուկի։ Գերմանիայում կա մի զավեշտալի ավանդույթ՝ հաջողության համար տանը թաքցնել փոքրիկ խոզուկ կամ նալիկի կերպար։ Դա բարեկեցության խորհրդանիշն է։ Կարելի է օգտագործել նման փոքր խորհրդանիշներ, որպեսզի զարդարենք կամ սեղանի սպասքի հավելում իրականացնենք։ Իհարկե ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը գալիս է Մեծ Բրիտանիայից՝ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա կրեկերները։ Դրանք տոնական փոքրիկ տուփեր են, ներսում փոքրիկ նվերներ ու բարեմաղթանքներ։ Դրանք շատ հեշտ է պատրաստել սեփական ձեռքով եւ դա դառնում է հիանալի ընտանեկան զբաղմունք։ Այս ավանդույթներից յուրաքանչյուրը ստեղծում է տրամադրություն, ուժեղացնում տոնի զգացումը եւ օգնում դարձնել ձեր նոր տարին առանձնահատուկ։ Գլխավորը ընտրեք այն ռիտուալը, որոնք մտերմացնում են ձեր ընտանիքի անդամներին եւ իհարկե ամենամոտն են ձեր հոգուն։ Դրանք դարձրեք սեփական տոնական ավանդույթ։ Իսկապես տարբեր երկրներում ավանդույթները տարբեր են, բայց բոլորին միացնում է կարևորը՝ սիրող լի սեղանը եւ ընտանիքի ջերմությամբ լի անդամները։ Ձեր հետ Նայրա Հարությունյանն է։ Մնացեք բարով։ Վերադարձանք, շատ հետաքրքիր էր իհարկե, Նայրան եւս ինձ օգնեց, թե ինչպիսի գույներ ընտրել նախատոնական լինելու համար եւ վստահ եմ, որ ձեզ եւս օգնեց, իհարկե նաեւ հնարավոր է այսօր ձեր զգեստապահարանը կբացեք եւ ձեզ կօգնի այն խորհուրդները, որոնք տվել է Նայրան հագուստ ընտրելու համար օրվա։ Եվ այս պահին իհարկե առաջարկում եմ ընդհատվենք եւս մեկ տեսանյութով
որից հետո կվերադառնանք ու կներկայացնենք մեր հյուրին։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ այս պահին ժամանակն է ներկայացնել մեր հյուրին։ Վերջերս Մարոկոյում տեղի է ունեցել Թանջերի թատերական փառատոնը, որտեղ երիտասարդ բեմադրիչ դերասանուհի Նարե Հակոբյանը կարպետ ներկայացման համար արժանացել է Մարդու իրավունքների մրցանակի, որն ունի առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար։ Արդեն ներկայացումը իհարկե իրենից անվանումը շատ կարևոր նշանակություն ունի եւ այս պահին արդեն տաղավարում է մեր հյուրը, կզրուցենք երիտասարդ բեմադրիչ դերասանուհի Նարե Հակոբյանի հետ։ Բարի առավոտ Նարե ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ինչպե՞ս է սկսում երիտասարդ դերասանուհու բեմադրիչի առավոտները։ Ոչ բոլոր առավոտներն են այդպիսին, բայց հիմնականում սպորտով է սկսվում, շատ եմ սիրում սպորտով զբաղվել, որից հետո արդեն գնում եմ աշխատանքի։ Առողջ ապրելակերպի սիրահար։ Այո, շատ եմ Շատ սիրում։ կարևոր է դա իհարկե, առողջ մարմնում, առողջ հոգի։ Նարե ջան, խոսենք այն փառատոնին, որին մասնակցել ես։ Ինչպես ստեղծվեց նախ ներկայացումը, այն ստեղծվել է հենց փառատոնի համար, թե պարզապես ստեղծվել էր սկզբից, հետո նոր իհարկե երբ որ փառատոնի մասին իմացաք եւ հայտ ներկայացրեց։ Ներկայացումը ստեղծվել է Բարսելոնայում մայիս ամսին, որպես իմ դիպլոմային աշխատանք, որից հետո ավելի ուշ փառատոնի մասին իմացանք ինֆորմացիան եւ որոշեցինք, որ ինչու ոչ փորձենք մասնակցել, մեզ դրական պատասխան այնտեղից եկավ եւ արդեն ավելի ուշ, արդեն նոյեմբեր ամսին մեկնեցինք, որպեսզի Մարոկոյում նաեւ խաղանք, իսկ միջև դա նաեւ նշեմ, որ հոկտեմբեր ամսին Հայաստանում ենք խաղացել։ Ինչու՞մ է կայանում այս մրցույթի, այս փառատոնի կարևորությունը թատերական աշխարհում։ Այսինքն որտեղ է շեշտը դրված, քանի որ մրցանակը մարդու իրավունքներին է նվիրված եւ շատ հետաքրքիր է նաեւ ինդիվիդուալ մրցանակ է։ Այո, այս ներկայացումը, կներեք, փառատոնը արդեն, եթե չեմ սխալվում, մոտ 30 տարի է, որ գործում է, եւ իրենք ամեն տարի այդպես տրադիցիա է, բոլոր աշխարհի երկրներից միջազգային թատրոնի փառատոն է, տարբեր թատերախմբեր գնում են Տանջեր հենց քաղաք եւ այնտեղ տեղի է ունենում։ Նրանք ունեն շատ տարբեր մրցանակներ, այսինքն ստեղ նաեւ ունեն մարդու իրավունքների մրցանակը, բայց բացի դրանից այնտեղ կան լավագույն դերասանի մրցանակ եւ այսպես շատ տարբեր։ Հետաքրքիր է ինձ, Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում։ Ոչ, Հայաստանը անցած տարի էլ է մասնակցել, ինչքանով ես տեղյակ եմ։ Իսկ ինչ արդյունքներ են գրանցել, տեղյակ եք թե ոչ։ Այդքան էլ տեղյակ չեմ, ցավոք չէ։ Այ մրցույթին, փառատոնին, մասնակցելու համար ձեզ համար կարևորությունը ինչու՞մն էր ամենասկզբից մասնակցությունը, թե երբ որ ուսումնասիրեցիք, ինչ որ, այսինքն կարևոր էր որպես ինչ որ մրցանակ բերեիք, ինչ որ մի նաև մեսեջ ուղարկեիք ձեր ներկայացումը։ Իմ համար ամենակարևորը այս ներկայացումը խաղալն էր Մարոկոյում եւ Հայաստանի եւ հայազգի մասին մարդկանց տեղեկացնելն էր, թե ինչ է հայ լինել, ինչ որ ներկայացման մեջ ամբողջովին պատվում է մեր լեզուն, իրենց ցույց տալը, որտեվ ես շատ էի ուզում, որ մեր լեզուն այնտեղ հնչի եւ ամենակարևոր բանը ուղղակի կարպետով այնտեղ ներկայանալն էր, որից հետո արդեն կարծում եմ, որ շատ կարևոր էր
մրցանակը, որովհետև սա մարդու իրավունքի մրցանակն է, որը Հայաստանի համար շատ մեծ կարևորություն ունի։ Ինչ լեզվով էր ներկայացումը։ Ներկայացումը անգլերեն լեզվով է եւ հայերեն լեզվով։ Այսինքն դուք հայերեն եք ներկայացրել, թարգմանություն է եղել։ Ոչ, ներկայացումը ի սկզբանե ես գրել եմ անգլերեն լեզվով եւ այնտեղ փոքր հատվածներ կան, որը հայերեն է։ Խոսենք բուն ներկայացումից։ Ինչի մասին է կարպետը։ Կարպետը կցանկանամ մինչև ներկայացումից պատմեմ, թե ինչպես է գրվել, որովհետև դա ինձ թվում է ամենակարևոր մի մասն է կազմում։ Ես արել եմ բանավոր պատմություն, այսինքն ճանապարհորդել եմ տարբեր երկրներում, որոնք քաղաքներում, Մադրիդ, Բարսելոնա, Փարիզ եւ Երևանում, եւ հարցազրույցներ եմ վերցրել այնտեղ բնակվող հայերից, իրենց տարբեր հարցեր եմ տվել իրենց ընտանեկան պատմությունների մասին, հայերեն լեզվի մասին, ինչ են մտածում, արդյոք տիրապետում են, թե ոչ, եւ իրենց ինքնության մասին հիմնականում սփյուռքահայերին է սա վերաբերվում, դրսում ապրելով ինչպես են կարողացել պահպանել իրենց հայությունը եւ հայ լինելը, որից հետո այս պատասխաններից ելնելով գրվել է պիեսը։ Այո, ծնվեց գաղափարը։ Պիեսը երկխոսություն է երկու հայ աղջկա մասին, Սփյուռքում բնակվող հայ աղջկա եւ դրսում։ Սփյուռքում դրսում թե Հայաստանում բնակվող։ Հայաստանում բնակվող հայ աղջկա մասին եւ սփյուռքահայ, այո, Սփյուռքում բնակվող։ Սփյուռքահայ աղջիկը Լիզա Մուրադյանն է, ով ապրում է Մադրիդում եւ ում հետ այս ընթացքում եմ ծանոթացել եւ բանավոր պատմություններից մեկը հենց իրենից եմ վերցրել։ Իսկ մյուս կերպարը արդեն ես եմ արմնավորում։ Երկխոսությունը երկու հայի միջև պայքար է ամբողջ ներկայացումը, նրանք պայքարում են, որպեսզի այս կարպետից դուրս գան, քանի որ կարպետի մեջ նրանք շրջափակված են եւ դրսում գտնվում է թշնամին։ Կարպետը, ինչպես միշտ ասում եմ արդեն ինտերվյուներում, դա մետաֆորիկ մի փոխաբերական տարածք է, դա Հայաստանն է ներկայացնում։ Ինչ որ առումով կարող ենք ասել, Հայաստանն է ներկայացնում, բայց ոչ մի կոնկրետ այնտեղ սահման չի, այնտեղ համ Արևմտյան Հայաստանն է, համ Արցախն է, համ Գյումրին է, համ Շամշադինն է, այո, բոլորը։ Հիմնականում այն բաներն եմ նշում, որից ես խոսում եմ եւ այն մարդիկ, ովքեր որ ինտերվյուները իրենցից վերցրել եմ, իրանք արմատներով գալիս են նաև այդ հատվածներից։ Իսկ թշնամին արդեն ինչպես որ կարող են վերնագրել, բայց այստեղ մի հետաքրքիր բան կա ներկայացման մեջ, որ ես կոնկրետ չեմ նշում, թե մենք որտեղ ենք եւ դրսի տարածքը որտեղ է, այսինքն ես այնտեղ ասում եմ մենք այստեղ ենք, հենց այստեղ բառն եմ օգտագործում, ոչ թե Հայաստան օրինակ, եւ դրսում արդեն ոչ թե թշնամի բառը կհնչի կամ ինչ որ մի ազգություն, այլ ասում եմ նրանք այնտեղ, որովհետև շատ է ուզում, որ կոնկրետ ոչինչ այսպես չլինի։ Ամբողջ ներկայացումը այսպես պայքար է, փորձում են դուրս գան ազգագրական պարերով ու երգերով այս երկու աղջիկները եւ այս ամբողջ ճանապարհի ընթացքում նրանք նաեւ սովորում են իրարից, թե ինչպես լինել հայ Հայաստանում եւ դրսում, ինչպես պահպանել այդ ինքնությունը Եվ նաև ուզում եմ նշել, որ մի ռադիո կա ներկայացման մեջ, որը ես այստեղ գնել եմ վերնիսաժից, դա սովետական միության մի ռադիո է, որը շատ հետաքրքիր է, որովհետև ես ոչ թե ձայնագրություն եմ միացնում, այլ բոլոր ներկայացումների մեջ մենք հենց իսկական ռադիոյի ձայնն ենք լսում։ Եվ ռադիոն մեզ հուշում է, որ թշնամին մեզ շատ մոտ է եւ գալիս է, եւ ռադիոյից մենք թշնամու լեզուն ենք լսում։ Բայց ոչ թե հենց մեր թշնամու լեզուն ենք լսում, այլ օրինակ Իսպանիայում, Բարսելոնայում որ խաղացինք, մենք իսպաներեն լեզու էինք լսում, երբ որ խաղացինք Մարոկոյում, մարոկայերեն էինք լսում, Երևանում արդեն իհարկե ձայնագրություն էինք դրել, որովհետև միտքը կփոխվեր, եթե հայերեն լսեինք, միայն այդ դեպքում որոշեցինք, որ ձայնագրություն կարելի է դնել, բայց դա այդ հուշն էր, էլի։ Այ հետաքրքիր է ինձ հայ մնալու եւ պահպանելու մասին է, հա, ներկայացման բուն իմաստը։ Սա ինչ է, նարեւ, մեսիջը աշխարհին, որ այն հայերին, ովքեր որ դրսում ապրում են, պետք է պարտավոր են նաեւ հայ մնալ, թե մեսիջը աշխարհին, որ մենք ամբողջ աշխարհով սփռված ենք եւ շրջապատված ենք, ինչպես ասում եք, թշնամիներով, դուք եք ասում, հա, թշնամիներով եւ դժվար է նաեւ հայ մնալ այդ հարվածներին դիմանալ։ Շատ ճիշտ եք ասում, ինձ թվում է մեսիջներից այդ մեկը դա է, որ մենք սփռված ենք ամբողջ աշխարհով եւ թշնամիները շատ են եւ կարեւոր է այս ամենի մեջ հայ մնալ ու հայությունը պահպանել ինչ որ մի ձևով։ Չեմ ասի, որ սա մեսիջ է, որ
պետք է հայ մնալ, որովհետև ամեն մեկը ինքն է որոշում, թե ինչքան իհարկե կարևոր է հայ մնալ, բայց ամեն մեկը արդեն ինքն է որոշում, թե ինչքան նա կձգտի հայ մնալուն կամ այդ լեզուն պահպանելուն նույն քանի որ այս ընթացքում շատ եմ շփվել սփյուռքահայերի հետ, ասեմ, որ իրենց մոտ շատ կարևոր է հենց հայերեն լեզուն պահպանելը ու շատ ընտանիքներում, եթե դրսում առօրյայում խոսեն իրենք իսպաներեն կամ ռուսերեն, ընտանիքում շատ կարևոր պայման ունեն շատ ընտանիքներ, որ պետք է խոսվի միայն ու միայն հայերեն եւ սրա միջոցով է նաեւ որ կպահես քո հայությունը այնտեղ նաև ինտերվյուներից մեկը վերցրել եմ ես Անահիտ Չոբանյանից, ով նաև առաջին ներկայացման մեջ Բարսելոնայում ազգագրական պարերով է ինձ օգնել եւ հենց ներկայացման մեջ նա դեր ունի դափ է նվագում եւ երբ որ իրենից ես ինտերվյուն վերցնում էի, մենք խոսում էինք նրանից, որ օրինակ Մոսկվայում շատ կենտրոնացված է ազգագրական պարերը պահպանելու մեջ։ Այսինքն որ համայնքը ինչպիսի սովորույթներ ունի, որտեղ ավելի շատ կենտրոնացված է։ Եվ իրենք օրինակ շատ են գնահատում ազգագրական պարերը եւ դրանով իրենց ուժն են եւ պայքարն են ներկայացնում։ Այ անդրադառնանք մրցույթին, հա, ինչպես էր գնահատվում մրցույթը, կար պրոֆեսիոնալ ժյուրի եւ ինչ մեխանիզմով էր, հա, որոշվում թե ով ինչ մրցանակ պետք է ստանա, որ ներկայացումը եւ այս տարի կար 3 ժյուրի, որոնցից 4 ժյուրիներ կային, որոնցից 3-ը հենց մարոկացի էին, հայտնի այնտեղ բավականին ճանաչում ունեցող դերասան եւ դերասանուհիներ էին, եւ իրենցից մեկը Եգիպտոսից հրավիրյալ ռեժիսոր էր։ Իրենք ներկա են գտնվում բոլոր ներկայացումներին, ես արդեն ներքին չգիտեմ ճիշտ ասած ինչպես է այնտեղ համակարգը, թե ինչպես է որոշվում, բայց իրենք բոլոր ներկայացումները անպայման գնահատում են։ Այո, ու հետո քննարկում էր տեղի ունենում։ Որից հետո արդեն դե փակման արարողություն եւ այլն եւ այո, արդեն փակման արարողությունը շատ լավ կազմակերպված էր ամեն բան։ Այ հետաքրքիր է մրցանակը, որը ստացել եք մարդու իրավունքների, հա, մասին է եւս անդրադառնանք սրան։ Հարց չտվեցիք ինչու այս մրցանակը ձեզ տվեցին։ Չէ, ինձ թվում է, որ Այսինքն եթե կսպասեինք ինչ-որ մի մրցանակ ստանալու, հենց սա կլիներ, որտեվ սա ամենահամապատասխանն էր մեր ներկայացմանը, որտեվ ամբողջ ներկայացումը դա պայքարի ու հենց մարդու մասին է, ոչ միայն հայի մասին, այլ մարդու մասին է, մարդու պայքարի ու մարդու իր իրավունքների համար պայքարի, այսինքն ուղղակի իր հողի վրա ապրելու մասին էր, առանց խոչընդոտների, առանց խանգարելու, առանց թշնամու, այս ամենի մասին էր։ Շնորհակալություն եմ հայտնում քեզ այսօր մեզ հյուր գալու համար, մաղթում եմ իհարկե նոր հետաքրքիր, գեղեցիկ եւ շատ տարբերվող, որը որ եւս կարպետը տարբերվում է այսօր ինչի մասին խոսեցինք, շատ տարբերվող գաղափարներ, որոնց հիման վրա իհարկե կծնվեն նոր ներկայացումներ եւ դրանք բնականաբար դուրս կգան Հայաստանի սահմաններից ու կբերեն մեզ մրցանակներ, հաջողություններ, քեզ եւս ինչու՞ չէ ստիմուլ կտան ավելի ստեղծագործելու։ Քանի որ նախատոնական է, մեր բոլոր հյուրերին ես առաջարկում եմ յուրաքանչյուր օր, որպեսզի իրենց մաղթանքը հղեն եւ շնորհավորական խոսք ասեն մեր իհարկե հեռուստադիտողին։ Կցանկանամ այս տարի ամենակարևորը խաղաղություն լինի եւ բոլորը ինչ նպատակ ու ինչ ձգտում ունեն, հասնեն իրենց նպատակներին շատ հստակ քայլերով։ Ես էլ քեզ եմ մաղթում հաջողություններ եւ թող որ իշխի աշխարհում բարությունն ու խաղաղությունն ու մարդու իրավունքները լինեն առաջին կետում։ Սիրելի հեռուստադիտող, այսօր մեր հյուրն էր երիտասարդ բեմադրիչ դերասանուհի Նարե Հակոբյանը, ով Մարոկոյում տեղի ունեցած թատերական մեծ, իհարկե շատ մեծ փառատոնին արժանացել է մարդու իրավունքների մրցանակին ներկայացնելով Կարպետ վերնագրով իր բեմադրությունը։ Այսօր այսքանը, յուրաքանչյուրը ձեր տանը իհարկե պահեք մաքուր այն հայկական կարպետը, որը որ ձեր ազգային արժեքներն են խորհրդանշում եւ լավագույնս տոները դիմավորեք ազգային արժեքներին մոտ գտնվելով, որպեսզի ձեր երեխաները եւ ձեր ընտանիքի անդամները վերցնեն դրանք ու փոխանցեն հաջորդ սերունդներին։ Լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ 21 TV եթերում։ Լավ օր բոլորիդ։